Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Ղևոնդյան, կասեք, ինչպես է գնահատում Հայաստանում ներկայիս հետընտրական իրավիճակը, արդյոք ձեր գնահատմամբ լարվածություն կամ քաղաքական ճգնաժամ կա։ Բացարձակապես լարվածություն կամ քաղաքական ճգնաժամ չեմ տեսնում, ոչ միայն ժողովուրդը, այլ նաև քաղաքական ուժերը ընդունել են ընտրության արդյունքները, դրա վկայությունն այն է, որ 3 քաղաքական ուժերը, որոնք ազգային ժողովում են, վերցնում են մանդատները, գնում են ազգային ժողով, մյուս քաղաքական ուժերը, որոնք ազգային ժողովում չեն, միտինգներ, փողոցային ելույթներ չեն կազմակերպում, եւ ընդհանրապես պետք է նշել, որ քաղաքական դաշտը վերադառնում է նորմալ բնականon։ Այսինքն ձեր գնահատմամբ, եթե մանդատները վերցրել են, ուրեմն ընդունում են ընտրության արդյունքները։ Բնականաբար, եթե չեն ընդունում, տրամաբանական չէ լինի մանդատները վերցնեին, եւ ավելին ասեմ, պատրաստում են գնալ ազգային ժողով եւ պատրաստում են աշխատել, իհարկե աշխատել իրենց դեպքում որոշակի այլ տրամաբանության մեջ է, բայց նրանք գնալու են եւ անելու են այն, ինչի հնարավորություն ունենան։ Ինչը նշանակում է, որ քաղաքական դաշտը ընդհանուր առմամբ ձևավորեց նոր քաղաքական կառուցվածքը 5 տարիների համար եւ ամենայն դեպս մասնակիցներից որևէ մեկի կողմից այլ դրսևորումների նույնիսկ հայտարարություններ չկան։ Այսինքն ովքեր որ պիտի գնան խորհրդան գնում են, ովքեր խորհրդան չեն գնալու, որևէ բան չեն պլանավորում, չեն պատրաստվում, օրինակ հովերը ընկնելու հետ աշտանը ինչ որ միտինգներ ան, գոնե չեն խոսում դրա մասին, իհարկե գուցե կանեն։ Եվ այս ամենը վկայում է նրա մասին, որ դերակատարները բոլորը ընդունել են խաղի կանոնները, որոնք հաստատվեցին։ Այնուամենայնիվ, բայց Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ հանրահավաքներ, փողոցային պայքար է լինելու, չգիտեմ, հայտարարում է, որ գաղտնի պլան ունի, օրինական ճանապարհով իշխանափոխության է պատրաստվում հասնել։ Գիտեք, օրինական ճանապարհով իշխանափոխություն նշանակում է ընտրություններում հաղթանակ։ Սամվել Կարապետյանը պարտվել է։ Եվ դրանից հետո ինչ ուզում է հայտարարի, բնական է, ինչ էր հայտարարելու, որ ես ի սկզբանե եկել էի ընդդիմադիր տեղերը վերցնելու, ինչքան էլ որ դա իրականություն է, նա ի սկզբանե եկել է ընդդիմադիր տեղեր վերցնելու, բայց ստեղծված իրավիճակում իմ կարծիքով թե Սամվել Կարապետյանի, թե Ռոբերտ Քոչարյանի գործողությունները ռացիոնալ են։ Իսկ փողոցային պայքարը ձեր գնահատմամբ կարող է արդյունք տալ։ Գիտեք, փողոցային պայքար անելու համար պետք է ունենալ ռեսուրս։ Այսինքն, եթե դու գծագրում ես փողոցային պայքար, դու պիտի իմանաս այսքան մարդ այստեղ է լինելու, այսքան ժամանակում ենթադրենք ինչ-որ բան կաթվածահար ենք անելու, գործադուլ ենք սկսելու, դասադուլ ենք սկսելու։ Նման ռեսուրս Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը չունեն։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարում էր ընտրություններից հետո հեղափոխության մասին, բայց կարծես թե դա էլ չկա։ Գիտեք, Ռոբերտ Քոչարյանը շատ բան կարող է հայտարարել։ Հեղափոխություն անելու համար եւս անհրաժեշտ է ռեսուրս։ Ռոբերտ Քոչարյանի ունեցած ռեսուրսը եւ ընդհանրապես ռուսական քաղաքական ազդեցության կողմնակիցների ռեսուրսը Հայաստանի Հանրապետությունում մենք տեսել ենք։ Այդ ռեսուրսը բավարարել է լավագույն դեպքում 30,000 մարդ հրապարակ անելու համար, այն էլ մեկ անգամ ընդամենը դա հաջողվել։ Մնացած բոլոր դեպքերում 10-15,000-ի սահմաններում է եղել։ 10-15,000 մարդու միջոցով ցանցային պայքար ծավալել հնարավոր չէ։ Իսկ հեղափոխություն կատարել առանց ցանցային պայքարի իր հերթին հնարավոր չէ։ Կարելի է կատարել ներպալատական հեղաշրջում, ինչը իրականացրեց նույն Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին, մենք հիշում ենք դա, բայց դրա համար էլ անհրաժեշտ է ներիշխանական ճգնաժամ, որը նույնպես գոյություն չունի այսօր։ Իսկ ինչպես կարող են աշխատել եւ խորհրդարանում, չէ՞ որ վերցրել են մանդատները, եւ փողոցային պայքար սկսել, այդ երկու գործիքները միաժամանակ օգտագործելը իրատեսական է։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում, այո, նրանք կարող են իրենց ունեցած ռեսուրսը հանել փողոց, բայց նորից նշեմ, այդ ռեսուրսը բավարարելու է ընդամենը հայտարարություններ անելու, գոռալու, գոչելու, գուցե ինչ-որ փողոց փակելու ժամանակ։ Իսկ մարդիկ պատրաստ են հիմա փողոց դուրս գալ։ Այն հատվածը, որը մշտապես փողոց է դուրս գալիս իրենց հետ, այդ մի քանի հազար հոգին պատրաստ են, բայց հարցն այն է, որ այդ ռեսուրսը բավարար չէ փոփոխություն անելու համար։ Դա բավարար է ընդամենը ինչ-որ արտաքին ուժերի աչքին թոս փչելու համար եւ դրա արդյունքում որոշակի առավելություններ ստանալու, ռեսուրսներ ստանալու, ֆինանսական միջոցներ ստանալու համար։ Գուցե դրա համար նրանք գործողություններ իրականացնեն, նախկինում արդեն տեսել ենք, հատկապես Ռուսաստանի հետ կապված։ Բայց դա նորից դրա նպատակը նորից չի լինի իշխանափոխությունը, ինչ էլ որ հայտարարեն։ Իսկ որ զարգացումն է ձեզ համար ամենահավանականը մինչև տարեվերջ։ Ես կարծում եմ ամենահավանականն այն է, որ նրանք գնան խորհրդարան, կաշխատեն խորհրդարանում, իշխանություն կկազմվի, ընդդիմադիր տեղերը կվերցնեն եւ ամեն ինչ գնա բնականon հունով։
Պարոն Ղևոնդյան, ինչպես կգնահատեք Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվող գործողությունները։ Շատ ընդդիմադիրներ դրանք համարում են որպես քաղաքական ճնշում նրա նկատմամբ, այդպես կարծում եք։ Այն ինչ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ, ամենայն հավանականությամբ քաղաքական ենթատեքստ ունի, բայց ոչ այն իմաստով, ինչ իմաստով, որ ենթադրվում է քաղաքական ասելով։ Սա ունի արտաքին քաղաքական հետք, որովհետև գիտենք, որ Իրանի քաղաքացիներ են եղել, ովքեր հարուցել են այս գործը, ովքեր դիմել են եւ հարուցվել է քրեական գործ, եւ այն ինչի մասին այդ քրեական գործում գրված է, եթե հաստատվի իհարկե համագործության կախավարկածը չմոռանանք, ցույց է տալիս մեկ կարևոր բան, որ փաստացի Գագիկ Ծառուկյանը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր հայկական կողմից ներգրաված են եղել այդ գործընթացում, խափանել են Հայաստանի Հանրապետությունում նավթավերամշակման գործարանների կառուցումը։ Փող գողանալը հասկանալի է, իհարկե դա հանցագործություն, դրա համար պետք է պատժվեն, բայց փող գողանալը քրեական հանցագործություն է։ Ես կանխատեսում եմ ըստ այն նյութերի, որոնք հրապարակվել են, իհարկե դա կորոշի դատարան, բայց ես կանխատեսում եմ, որ այստեղ հանցագործությունը քաղաքական է եղել։ Այսինքն մտածված սաբոտաժի է ենթարկվել Հայաստանում նավթավերամշակման գործարաններ կառուցելը, որպեսզի Հայաստանը չունենա վառելիքի, կոնկրետ բենզինի այլընտրանքային աղբյուր եւ ստիպված լինի, քանի որ Հայաստանը բենզինի Հարուցի բաժինը գնում է Ռուսաստանից, ստիպված լինի շարունակել Ռուսաստանից գնել այդ բենզինը։ Եթե սա հաստատվի, ապա սա կոնկրետ Հայաստանի հանդեպ ես դա կանվանեմ դավաճանություն, իհարկե դավաճանությունը քրեական օրենսգրքով մի փոքր այլ է, բայց քաղաքական առումով ես դա կանվանեմ դավաճանություն։ Իսկ իրավական հիմք տեսնում եք այստեղ։ Ես հենց դա եմ ասում, ես իրավաբան չեմ, ես չեմ կարող իրավական առումով գնահատել, բայց եթե դատարանը հաստատի, որ նման գործողություն եղել է, օրինակ փողերի գողացման մասով, քանի որ նման բան էլ կա գործում, եթե հաստատվի, ապա այո, իրավական խնդիր կա եւ իրավական պատիժ պետք է կրի, բայց շատ ավելի կարեւոր է անձամբ ինձ համար եւ Հայաստանի Հանրապետության համար քաղաքական ենթատեքստը այստեղ։ Իսկ քաղաքական ենթատեքստը նրա մասին է, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից թույլաtsնել թույլ չտալու նպատակով արգելափակվել է Հայաստանում իրանցի ուրեմն տնտեսվարողների կողմից նավթավերամշակման գործարանի կառուցումը։ Սա ես նորից նշեմ քաղաքական առումով ինձ համար դավաճանություն է։ Իհարկե նորից եկեք եւս մեկ անգամ կգնանք, եթե հաստատվի մեղադրանք։ Պարոն Ղևոնդյան, իսկ Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվող գործողությունները կարող են նոր լարվածություն ստեղծել ներքաղաքական վիճակում։ Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանի դեմ տեղի ունեցողը կարող է ինչ-որ փոփոխություն կամ լարում մտցնել քաղաքական դաշտում, որովհետև քաղաքական դաշտում դերերը բաշխված են։ Ինչպես արդեն ասացի ձեր առաջին հարցին պատասխանելիս, բոլոր քաղաքական դերակատարները ընդունել են այդ բաշխումը եւ բոլոր քաղաքական դերակատարները գնում են քաղաքական դաշտում աշխատելու ըստ այդ բաշխման տրամաբանության։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, այո, նրա կողմնակիցները քաղաքական ենթատեքստ, բայց ոչ իմացած, այլ քաղաքական ենթատեքստ հետապնդում իրենց լիդերի նկատմամբ հայտարարելու են, լինելու են շատ-շատերը, ովքեր փորձել են պարազիտանալ այս թեմայի շուրջ, ինչպես վերջին 8 տարիների ընթացքում պարազիտանում են եկեղեցու շուրջ, Արցախի շուրջ, որտեղ որ հնարավոր է պարազիտանալ, եւ դրա միջոցով փորձել են ինչ-որ ռեսուրսներ քաշել իրենց վրա, որոշակի հնարավորություններ ստանալ։ Բայց քաղաքական դաշտը սրանից էական վերափոխումների չի ենթարկվել։ Պարոն Ղևոնդյան, եթե անդրադառնանք Ռուսաստանի ազդեցությանը, ըստ ձեզ շարունակում է դեռ ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, թե առաջնահերթությունները փոխվել են ամեն դեպքում։ Գիտեք, Հայաստանի նոր ազգային ժողովի ամբողջ ընդդիմադիր հատվածը սպասարկելու է Ռուսաստանի շահերը։ Եվ այսօր կարծում եմ հարցը նույնիսկ անիմաստ է, շարունակում է ազդել Ռուսաստան-Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, թե ոչ։ Բնականաբար շարունակում է, բնականաբար շարունակելու է հետ այսուևս, եւ Ռուսաստանը անելու է ամեն ինչ, որ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման գործընթացին հնարավորինս խափանի, գործընթացը խափանի։ Դա հնարավոր կլինի անել ազգային ժողովում, կանեն ազգային ժողովում, այլ հատվածներում տնտեսական ճնշումների միջոցով մեկ տեսնում ենք, որ անում են, ելի շարունակելու են անել, քաղաքական ճնշումներ կփորձեն բանեցնել, իհարկե կփորձեն բանեցնել։ Իսկ երկիրը պատրաստ է դիմակայել։ Միայնակ Հայաստանի Հանրապետությունը իհարկե չի կարող դիմակայել, բայց իր գործընկերների օգնությամբ մինչ այս պահը դիմակայում է։ Մեր բախտը բերել է, որ կան աշխարհում կենտրոններ, որոնց շահերը այս պահին համեկել են Հայաստանի Հանրապետության շահերի հետ, առաջին հերթին դա իհարկե Եվրամիությունն է, բայց Միացյալ Նահանգները եւս որոշակի շահեր ունի առաջին հերթին տնտեսական, կան նաև շահեր, որոնք համընկնում են Հայաստանի եւ Իրանի պարագայում, կան շահեր, որոնք համընկնում են Հայաստանի եւ Թուրքիայի պարագայում, կան շահեր, որոնք համընկնում են Հայաստանի եւ Չինաստանի պարագայում, եւ եթե Հայաստանը կարողանա, Հայաստանի իշխանությունները կարողանան հմուտ մանևրեն այս շահերի առանցքում
դեպքում եւ Հայաստանի շահերը համադրեն այս շահերի հետ, ապա կկարողանան դիմակայել, մինչ այժմ ստացվում է։ Իսկ Ռուսաստանը ձեր կարծիքով չի համակերպվել ընտրությունների արդյունքների հետ։ Ես կարծում եմ Ռուսաստանը ավելի շատ չի համակերպվել նրա հետ, թե ինչ էին իրեն ներկայացնում անդիմադիրները միջև ընտրություններ, որովհետև Հայաստանում եղել են անդիմադիր շրջանակներ, որոնք խոսում էին ակնհայտ անզիջում հաղթանակի մասին եւ խոսում են այն մասին, որ ահա մի քանի օր մնաց եւ Փաշինյանը փախչելու է Հայաստանից։ Դա տեղի չունեցավ եւ Ռուսաստանում չեն համակերպվում այն իրավիճակի հետ, այն սխալի հետ, որը կատարել են իրենք։ Մոտավորապես նման է իրավիճակը միջայց Ուկրաինային։ Ուկրաինա ներխուժելիս Կրեմլի ամենավերևում կարծում էին, թե մարդիկ ծաղիկներով են իրենց դիմավորելու եւ այն, որ հայտարարում են, թե 2-3 օրում կգրավենք որոշ կրեմլահպատակներ, այդ հայտարարությունները հենց այնպես չէին։ Նույն կերպ էին կարծում նաեւ իրենց պատվիրատուները, կոնկրետ Պուտինը եւ նրա շրջապատը։ Իրականությունը այլ էր, բայց այդ այլ իրականությանը նրանք հասու չէին, նրանք տեղակ չէին, որովհետև իրենց զեկուցողները զեկուցել էին այն, ինչ ցանկացել էին իրենք լսել, եւ դրա հաշվին որոշակի հնարավորություններ, որոշակի ֆինանսական միջոցներ, որոշակի դիրք, հեղինակություն եւ այլն էին ստացել։ Նույն իրավիճակը Հայաստանում է։ Նրանք զեկուցել էին այդ թվում Հայաստանից, որ ինչպես ասացի, շուտով իշխանությունը փոխվում է, ստացվեց այնպես, որ այդ զեկուցածը պարզվեց, որ սուտ է եւ սրա հետ նրանք որոշակիորեն չեն կարող համակերպվել, բայց այստեղ հարցերը Հայաստանի իշխանություններին չեն, այստեղ հարցերը այդ զեկուցողներին են, Հայաստանի այս պահի ընդդիմությանն են, թե ինչու է իք բան ներկայացնում իրավիճակ, որը իրականության չի համապատասխանում։ Եվ եկեք մեկ բան հիշեցնեմ ես, որ ապրիլի 1-ին երբ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսում էր Սամվել Կարապետյանի մասին, Կրեմլում իսկապես կարծում են, թե դրանով օգնում են Սամվել Կարապետյանին։ Նրանք չէին պատկերացնում, որ Հայաստանում ռուսաֆոբության որոշակի տրամադրություններ կան ժողովրդի մոտ, եւ դրանով նրանք ընդհակառակը խանգարեցին Սամվել Կարապետյանին։ Եվ այս չհամընկնել է իրականության եւ Կրեմլի պատկերացումների, բերում է այնպիսի արդյունքների, որոնց դեպքում նրանք անորոշության մեջ են լինում եւ չեն պատկերացնում, թե լավ, բա հիմա ինչ անենք։ Իսկ ձեր գնահատմամբ Հայաստանում ընդդիմությունը դեռ հույսը դնում է Ռուսաստանի վրա։ Եթե նկատում եք ինստիտուցիոնալ ընդդիմությանը, ապա նրանք ուրիշ որևէ մեկի վրա հույս դնել չեն կարող, որովհետեւ նրանք սպասարկում են Ռուսաստանի շահերը Հայաստանում, իրենց ամբողջ թե ֆինանսական, թե մարդկային, թե ինֆորմացիոն, բոլոր տեսակի ռեսուրսները նրանք ստանում են Ռուսաստանի աջակցությամբ, նույնիսկ եթե Ռուսաստանից չէ, միևնույն է Ռուսաստանի աջակցությունը այստեղ կա։ Նրանք աշխատում են, որպեսզի կարողանան Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում հնարավորինս ավելի մեծ չափով տարածել եւ եթե հույս չունեն Ռուսաստանի վրա, նրանք ուղղակի կքայքայվեն։ Այսինքն կուսակցությունները կփակվեն, այդ կուսակցությունները բացվել են, աշխատում են կոնկրետ ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը աշխատում են մեկ նպատակի, մեկ առաքելության շուրջ, այսպես ասենք, Հայաստանի Հանրապետության ներսում պաշտպանել Ռուսաստանի Դաշնության շահերը։ Պարոն Ղևոնդյան, եթե Ռուսաստանը բացահայտ չաջակցի որևէ ընդդիմադիր ուժի, դա ըստ ձեզ կթուլացնի ընդդիմության հնարավորությունները։ Տեսեք, չկա Հայաստանում քաղաքական ուժ, որը չունի որոշակի նպատակ, որոշակի պատկերացում, որոշակի առաքելություն եւ խնդիրներ չի դնում իր առջեւ։ Նման քաղաքական ուժեր իհարկե ես երբ որ ասում եմ չկա, նկատում եմ այնպիսի քաղաքական ուժ, որը գործում է։ Հայաստանում գիտեք 100-ից ավելի կուսակցություններ կան, որոնցից շատ-շատերը գուցե 80%-ը որևէ գործունեություն չեն ծավալում։ Հասկանալի է, այդպես կարող են լինել։ Իսկ այն մասը, որը ծավալում է գործունեություն, ունի առաքելություն, նպատակներ, խնդիրներ եւ այլն եւ այլն։ Եթե որևէ քաղաքական կուսակցության պաշտպանում է Ռուսաստանը, ապա նրա առաքելության նպատակի խնդիրների շրջանակներում հենց Ռուսաստանի շահերն են։ Դա Ռուսաստանը նորմալ է եւ բնական է, որ պաշտպանում է այն քաղաքական ուժերին, որոնք իր շահերին համապատասխան են գործում։ Եթե Ռուսաստանը դա չի անում, ապա ստացվում է, որ այդ քաղաքական ուժը իր նպատակները եւ խնդիրները իրականացնելու որևէ շարժարիտ այլևս չի ունենում։ Եվ այդ քաղաքական ուժը ուղղակի դադարի գոյություն ունենալու կամ կդառնա այն 80%-ից մեկը, որ անունը կա, բայց իրենք որևէ գործունեություն չեն ծավալում։ Իսկ Մոսկվայի կողմից հնչող հայտարարություններն ու քայլերը որքանով են ազդում Հայաստանի օրակարգի վրա։ Բավական մեծ ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքական օրակարգի վրա,
եւ մենք տեսնում ենք, որ ամեն մի հայտարարություն Մոսկվայի կողմից հատկապես հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ պաշտոնական շրջանակների եւ նաեւ լրագրողափորձագիտական դաշտի ներկայացուցիչների կողմից ամեն մի հայտարարությունից հետո Հայաստանի ներսում որոշակի խմորումներ են տեղի ունենում, անդիմադիր դաշտի Հայաստանի անդիմադիր դաշտի այն հատվածը, որ Ռուսաստանի շահերն է սպասարկում, անմիջապես վերցնում է այդ հայտարարությունները եւ ինքն է տարածում, մի բան էլ ավելացնում է դրա վրա իր կողմից որոշակի հակաիշխանական որոշ դեպքերում նաեւ հակահայաստանյան ուրեմն հավելումներ եւ սա մեր քաղաքական դաշտի իրականությունն է այսօր։ Մենք սովորել ենք արդեն, ես ցանկանում եմ ասել, պիտի սովորենք, բայց արդեն սովորել ենք ապրել այդ քաղաքական իրականության պայմաններում։ Հաճախ նաև պնդումներ են հնչում, որ Ռուսաստանը ցանկանում է իշխանափոխություն իրականացնել մեր երկրում։ Որքանով են այդ գնահատականները իրատեսական։ Իհարկե Ռուսաստանը ցանկանար, որ Հայաստանն էր իշխանություն, որը կսպասարկեր իր շահերը, բայց ցանկանում մեկ բան է, հնարավորությունները մեկ այլ բան են։ Այսօր Ռուսաստանը դրա հնարավորությունը չունի։ Պարոն Ղևոնդյան, եթե Ռուսաստանը որոշի ակտիվացնել իր ազդեցությունը Հայաստանում, ինչ գործիքներ կարող է կիրառել՝ քաղաքական, տնտեսական, տեղեկատվական։ Գիտեք, ես գտնում եմ, որ Ռուսաստանը ակտիվության գագաթնակետին է Հայաստանում, այսինքն ինչ հնարավոր է, որտեղ հնարավոր է, ինչքան հնարավոր է Ռուսաստանը օգտագործում է։ Նոր սահմանափակումները։ Խնդիրը սահմանափակումների մասին չէ, գիտեք, նոր սահմանափակումները արդեն կվնասեն Ռուսաստանին։ Օրինակ Ռուսաստանը կարող է արգելել Հայաստանից կենցաղային տեխնիկայի արտահանումը Ռուսաստան, բայց դա Հայաստանին ոչ մի վնաս չի տա, դա վնաս կտա Ռուսաստանին, որովհետև կենցաղային տեխնիկա ուղիղ Եվրոպայից առնել նրանք չեն կարողանում, այդ տեխնիկան գալիս է Հայաստան, Հայաստանից գնում է Ռուսաստան։ Այսինքն, որտեղ որ իրենք կարող են վնաս տալ առանց իրենց վնաս հասնելու, արդեն այդ վնասը տվել են։ Իսկ գազը նկատի ունեք գազի գինը, գիտեք, եկեք անկեղծ լինենք, էլի, ուր են ծախելու այդ գազը ռուսները։ Տեսեք, Չինաստանը գազը գնում է, իհարկե դա գաղտնիացված է, բայց կան խոսակցություններ, որ գազը գնում է շատ ավելի էժան, քան գազի ինքնարժեքն է Ռուսաստան։ Ռուսաստան ձեռնտու չէ Չինաստանին գազ վաճառել, բայց նրանք ստիպված են վաճառել, որովհետև այդ գազը արդյունահանում են, հակառակ դեպքում որևէ բան անել չեն կարող։ Հայաստանի շուկան իհարկե շատ փոքր է, այո, Հայաստանին գազ չվաճառել կարող են, բայց այստեղ խնդիրը ծավալները չէ, խնդիրն այն է, որ Ռուսաստանը կորցնում է եւս մեկ շուկա։ Հայաստանը առանց գազի չի մնա։ Հայաստանի կողքին կան 3 պետություններ բացի Ռուսաստանը, որոնք գազ են արդյունահանում եւ վաճառում՝ Իրանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը, եւ Հայաստանը իր միջազգային Թուրքմենստանից գազ գնել է ժամանակին, Ադրբեջանի գազամուղը հասնում է մինչև Նախիջևան Հայաստան մտցնել շատ հեշտ է։ Իրանից արդեն կա գազամուղ, նույնիսկ այդ գազամուղը, որը գոյություն ունի ամբողջ ծավալով չի աշխատում։ Այսինքն Հայաստանը առանց գազի չի մնա։ Իսկ Ռուսաստանի կողմից Հայաստանի գազը թանկացնել կամ ընդհանրապես գազը փակելը եւս մեկ ազդեցության լծակ կորցնել է Հայաստանի նկատմամբ։ Այսինքն դա միայն իրենց վնաս կլինի։ Դա ձեռնտու չէ Ռուսաստանի։ Այո, կարճան ժամկետ մենք խնդիրներ կունենանք միջև հասցնենք դրանք Թուրքմենստանի հետ պայմանավորվել կամ Իրանի գազը բերել կամ չգիտեմ Ադրբեջանի հետ պայմանավորվել, կարճաժամկետ խնդիրներ կունենանք, բայց երկարաժամկետ առումով Ռուսաստանը կկրակի ինքն իր ոտքին։ Պարոն Ղևոնդյան, իսկ Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանում արտահերթ քաղաքական զարգացումների վրա։ Հերթական ընտրությունները ընդամենը 1 ամիս առաջ են ավարտվել, արտահերթ քաղաքական զարգացումներ ես չեմ կանխատեսում գոնե մոտակա 2 տարին, իսկ 2 տարի հետո ինչ է լինելու։ 2 տարի հետո լինելու է Հայաստանում վիզաների ուրեմն ազատականացման գործընթաց 2028 թվականին։ Սա նշանակում է, որ Հայաստանի այդ պահի իշխանությունների, որոնք ամենայն հավանականությամբ այն իշխանություններն են, որոնք հիմա են, այդ իշխանությունների վարկանիշը բավական աճելու է։ Արտահերթ զարգացումները այդ ժամանակ էլ շատ խիստ անհավանական են, իսկ դրանից հետո 1-2 տարի հետո էլ գալու է արդեն նորից հերթական ընտրությունները։ Այնպես որ մոտակա 4-5 տարիներին արտահերթ զարգացումները շատ քիչ հավանական եմ համարում։ Իսկ ձեր գնահատմամբ ինչ է մեզ սպասվում նոր խորհրդարանում։ Այն ինչ մենք տեսել ենք նախկին 5 տարիներին, իշխանության կողմից դանդաղ աշխատանք, վախվորած աշխատանք, որը միշտ բնորոշիչն է եղել իշխանության, ընդդիմության կողմից նրանց խթանելու փոխարեն ընդհակառակը արգելակման գործողություններ, ազգային ժողովում քաղաքական օրակարգերի տապալման փորձեր, արդեն սովորել ենք ապրել այդ նմանատիպ խորհրդարանի պայմաններում։ Իսկն ոչնչով չի տարբերվի ներկա խորհրդարանից։ Չեմ կարծում, որ տարբերություն լինելու է, որովհետև ինչպես Հայաստան դաշինքը եւ հիմնականում նաեւ որոշ բացառություններ պատիվ ունեմը պաշտպանում են Ռուսաստանի շահերը նախկին ազգային ժողովում, այնպես էլ Հայաստան եւ ուժեղ Հայաստան դաշինքները պաշտպանելու են Ռուսաստանի շահերը նոր ազգային ժողովում։ Շնորհակալ եմ շատ, պարոն Ղևոնդյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։